Սիրելի աշակերտներ, այսօր դուք պետք է ներկայացնեք խմբային աշխատանք, խմբերը նախորդ բաժանվել են, հանձնարարությունները տրվել են։ Հիմա ուզում եմ ամեն մի խմբի ավագ ներկայացնի, թե ինչ աշխատանք է պատրաստել մեզ համար։ Որն է առաջին խումբը։ Վահան Տերյանը որպես քաղաքական գործիչ։ Հաջորդ խումբը Վահան Տերյանի առաջին սերն։ Մեր թեմաներ Վահան Տերյանը և Սուսաննա Պախալովան։ Անահիտ Շահինջանյանը և Վահան Տերյանը։ Մարտիրոսյանը և Վահան Տերյանը։ Շատ լավ։ Հիմա 2-3 րոպե ժամանակ է տրվում ձեզ, որպեսզի խմբի աշխատանքը իմի բերեք և անեք նշումներ համապատասխան, ինչպես նաև ձեր թերթիկներին գրեք, թե որն եք ներկայացնելու, ինչ ասացիք, նաև գրում եք։ Հիմա զբաղվում եք, հաշվում եք խոսքերը։ Կարծում եմ խմբերը արդեն ավարտել են աշխատանքը և մենք սկսում ենք ներկայացնել։ Առաջին խումբը ով էր, ով է ներկայացնում սիսմիկ։ Վահան Տերյանը ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլև կարևոր դեր է խաղացել հայ-հասարակական և քաղաքական կյանքում, հատկապես որպես դաշնակցություն կուսակցության անդամ և հետագայում որպես քաղաքական գործիչ։ Նրա քաղաքական գործունեությունը արտացոլվում է հատկապես նրա մասնակցությամբ Բրեստ-Լիվսկի պայմանագրի շուրջ բանակցություններից, որոնք տեղի ունեցան 1918 թվականի մարտին։ Բրեստ-Լիվսկի պայմանագրի և Տերյանի դերը 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլշևիկյան Ռուսաստանում ձգտում էր դուրս գալ առաջին համաշխարհային պատերազմից։ Բրեստ-Լիվսկի պայմանագիրը ստորագրվեց Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ, որով Ռուսաստանը հրաժարվում էր իր իրավունքներից մի շարք տարածքների վրա, այդ թվում նաև Կովկասի։ Վահան Տերյանը աշխատելով խորհրդային իշխանության մշակույթի կոմիսարիատում, քաղաքական դաշտում հանդես եկավ որպես ազգային հարցերի փորձագետ։ Նրա տեսակետները կարևոր են հայ ժողովրդի համար, հատկապես պայմանագրի Կովկասի վրա ունեցած ազդեցության առումով։ Տերյանը կիսում է այն համոզմունքը, որ պետք է պահպանել Հայաստանի Եզրափակելով Վահան Տերյանը լինելով բացառիկ բանաստեղծ իր հետ կթողեց նաև քաղաքական ասպարեզում, հատկապես հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության գործում։ Չնայած նրա ազդեցությունը անմիջական չէր Բրեստ-Լիտովսկի պայմանագրի վերջնական որոշումներում, նրա գործունեությունը կարևոր էր խորհրդային շրջանակներում հայկական հարցը բարձրացնելու համար։ Այս ամենը Վահան Տերյանը խոսեց, որ նա ոչ միայն մտավորական է, այլև իր ժողովրդի ցավին հասնում անձնավորություն։ Շնորհակալություն, շատ լավ պատրաստվել էր, խումբը ներկայացրեց Վահան Տերյանը որպես քաղաքական գործիչ։
որպես քաղաքական գործիչ ապրեք։ Հաջորդ խումբը իսկ մյուս խմբերը արծերին են, իրենց ընկերներին ոչ, շարունակենք։ Վահան Տերյանի սիրո պատմությունը լցված է նրա պոեզիայի նուրբ և զգացմունքային տարրերով։ Վահան Տերյանը, որպես հայ մեծագույն բանաստեղծներից մեկը, իր սերը և հույզերը արտահայտել է իր բանաստեղծությունների միջոցով։ Վահան Տերյանի կյանքի կարևոր մի մասն էր Անթարամ Միսկանյանը, նրա առաջին սերը, ով իր կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Անթարամ Միսկանյանը Վահան Տերյանի մեծ սերն էր և նրա նկատմամբ ունեցած զգացմունքները խորը հետք են թողել Վահան Տերյանի ստեղծագործությունների վրա։ Տերյանը հաճախ է նրան նվիրել իր լավագույն բանաստեղծությունները։ Նա եղել է Տերյանի զգացմունքների սիմվոլը, կնոջ և սիրո իդեալը։ Տերյանը իր ստեղծագործություններում արտացոլում է սերը, կարոտը, որը մեծ մասամբ արտացոլում է և կապված է նրանց զգացմունքների և Անթարամ Միսկանյանի հետ։ Չնայած նրանց հարաբերությունների մասին քիչ փաստեր են պահպանվել, բայց պարզ է, որ այն շատ ազդեցիկ և հուզիչ է եղել։ Այս սիրավեպն ու այլաբրած ցավերը ըստ որոշ հետազոտողների միանշանակ ազդել են Տերյանի կյանքին և հաղորդել մի լիրիկական թափից, որը խորը հետք թողեց նրա բանաստեղծությունների մեջ։ Տերյանը սիրահարվեց Անթարամ Միսկանյանին, հանդիպելով Մոսկվայում 17 ամառի տրամվայում։ Տերյանի հայացքը սառել էր, տեսնելով պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան, նրանք իջան եկեղեցու մոտ և մտան եկեղեցի։ Պարզվեց, որ աղջիկը հայուհի է և գործարանատեր մնացական Միսկանյանին ավագ դուստր էր, ով Մոսկվա է եկել եղբորն այցելելու։ Անթարամի եղբայրը Վահան Տերյանի ուսանողական ընկերն էր։ Անթարամը մի քանի օրով էր եկել Մոսկվա։ Հենց ուզում է Անդիային առաջարկություն անել, մեկնեց, գրում է Տերյանը։ Անդիա, Անդիենգա, այսպես է դիմում Տերյանը Անթարամին։ Անթարամի հեռանալուց հետո Վահան Տերյանը սկսում է պահել իրենց կապը նամակագրությունների միջոցով։ Տերյանը այնքան էր կապվել Անթարամով, որ նամակագրություններից մեկում գրում է. «Գրեթե համոզված եմ, որ կսիրեմ ձեզ, այս բառի հենց լավագույն իմաստով։ Ես սկսել եմ բարձր գնահատել մարդկային սերը, սեր մարդու նկատմամբ, այլ ոչ թե սերը, որ ավելի բարձր կարող եմ դասել տարբեր սերերից, որը լինում է ավելի գեղեցիկ և խորունկ։ Վահան Տերյանի բանաստեղծություններից շատերը համարվում են սեր և կարոտ արտահայտող գեղեցիկ օրինակներ։ Դժվար է ասել, որ բոլորը գրված են Անթարամ Միսկանյանի համար, բայց հիմա թվարկենք դրանցից մի քանիսը։ Կանգ առանցորդ հիշեկից, ես սիրում եմ։ Զարփին նամակ կարոտ։ Հիշեք ինձ նվիրված հուշը։ Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, սիրում եմ անդարձ, ինչպես սիրում են կյանքում մեկ անգամ, և ինչպես կյանքում միայն մեկ անգամ կսիրեմ։ Ես ուզում եմ լինել քո մոտ, ես ուզում եմ լինել քո մոտ, տեսնել աչքերդ աստղավառ, լսել քո ձայնը հեքիաթի նման, նորմալ, քուքուշ ու խավար։ Արևը բացվեց, ես հիշեցի քեզ, հրաշ կարավոր, պայծառ ու լուսե, աչքերդ որպես աստղերն անհատ և ժպիտդ որպես մեղրուլուսին երեկո։ Ավարտեց խումբը աշխատանքը, ծափահարենք և լսենք հաջորդ խմբին։ Տերյանի ճակատագիրը Սուսաննա Պախալովան։ Սուսաննա Պախալովան, այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը։ Այս կինը փոխեց Տերյանի կյանքը շատ կտրուկ և ոչ միայն Տերյանի։ Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ։ Բրես-Լիտովսկիի պայմանագիրը բավական ծանր ազդեցություն ուներ Հայաստանի համար, քանի որ ըստ պայմանագրի Օսմանյան կայսրությանն էր անցնում Արևմտյան Հայաստանի զգալի տարածքները, որը անընդունելի էր և շատ ծանր Հայաստանի համար։ Վահան Տերյանը, լինելով ռուսական իշխանությունների շրջանակներում, փորձում էր բարձրացնել այս հարցը, սակայն նրա ազդեցությունը բավական սահմանափակ էր։ Չնայած նրան, որ Վահան Տերյանը առավելապես հայտնի էր գրականությամբ, նրա քաղաքական գործունեությունը կարևոր դեր է խաղացել 1917-ից 1918 թվականների վաղ ժամանակահատվածում։ Նա շարունակում էր պայքարել հայ ժողովրդի մշակույթի և ազգային շահերի համար, նույնիսկ ծանր քաղաքական պայմաններում։
Նրա տեսակետը կարևոր է հայ ժողովրդի համար, հատկապես պայմանագրի Կովկասի ունեցած ազդեցության առումով։ Տերյանը կիսում է այն համոզմունքով, որ պետք է պահպանել Հայաստանի շահերը, սակայն նա մեծ քննադատությունների է արժանացել, քանի որ նրանք կարծում են, որ բոլշևիկների քաղաքականությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Իմ խաղաղ երեկո